Արդեն 6-րդ անգամ կանցկացվի Տուն Էքսպոն, անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ եւ մասշտաբային ցուցահանդեսը, որը դարձել է ոչ միայն ոլորտային միջոցառում, այլև շուկայի ակտիվացման կարևոր գործիք։ Էքսպոն այս անգամ գարնանն է, մարտի 27-ից 29-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում։ Այս տարի ամեն ինչ շատ ավելի լուրջ է, որովհետեւ թե Երևանից, թե մարզերից, թե միջազգային մեր գործընկերները բավականին ակտիվ միացել են ցուցահանդեսին։ Էքսպոյի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն ընդգծում է, արտերկրում ապրող հայերը ցուցահանդեսը դիտարկում են որպես ներդրման գործիք Հայաստանում կամ հայրենիքում իրենց ապագա տունն ունենալու հնարավորություն։ Ընկերության համահիմնադիր Համլետ Խնկոյանը վիճակագրական տվյալները ներկայացնելով ընդգծում է, որ շուկան այս տարի սկսել է զգալի աճով։ Այս տարի հունվար-փետրվար ամիսներին ունենք մոտ 100%, ամեն ամիս ունենք մոտ 100% աճ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, եթե տվյալ ամսին ունենք 500 գործարք, Տուն Էքսպոյի շրջանակներում լինելու է 500-ից 1000 գործարք։ Ստացվում է, որ ցուցահանդեսի 3 օրերին իրականացվում են այնքան գործարքներ, որքան մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին է վկայում նաև այն, որ արդեն 26 երկրից այցելուներ են գրանցվել Էքսպոյին մասնակցելու համար։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր ML Mining ընկերության տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանի գնահատմամբ Տուն Էքսպոն արդեն ձևավորված իրողություն է շուկայում, եւ մարդիկ սպասում են ինչպես մեծ զեղչերի օրերին։ Ոչ միայն հատուկ առաջարկների համար, այլ նաև որպես միջոցառում, որը կոնսոլիդացնում է այդ բոլոր կառուցապատողներին, բոլոր նախագծերը եւ ընտրություն կատարելու համար դա մի հրաշալի հնարավորություն է։ Ցուցահանդեսի պաշտոնական գործընկեր կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ընդգծում է, որ ասոցիացիայի գործունեությունն ուղղված է երկու հիմնական նպատակի՝ ներդրումային միջավայրի կայունացմանը եւ շուկայում արդար մրցակցության ապահովմանը։ Մեկ կամ մի քանի խաբված կամ մոդելության մեջ հայտնված սպառողը կարող է բացասական ազդեցություն թողնել ընդհանուր շուկայի վստահության ցուցանիշի վրա։ Գրիգորյանը նաև նշում է, որ լուծում է ստացել կառուցման փուլում գտնվող շենքերի գույքահարկի խնդիրը, ինչը երկար ժամանակ լուրջ բեռ էր ոլորտի համար։ Այս տարվա կարևոր ուղղություններից մեկը ներդրումներն են։ Դիանա Հարոյանն ընդգծում է, որ ցուցահանդեսը թիրախավորում է ոչ միայն բնակարան փնտրողներին, այլև ներդրողներին։ Ամեն տարի ավելի աճում է արտերկրի տարբեր կառուցապատողների հետաքրքրությունը Տուն Էքսպոյի նկատմամբ որպես անշարժ գույքի կառուցապատման ոլորտի մեր տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի հիմնական գործընկեր Red Invest Group ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը նշում է, Տուն Էքսպոյից հետո իրենց գործարքների քանակը զգալի աճ է գրանցել։ Օրինակ նախորդ տարի օգոստոսին ունեցել են 950 գործարք, իսկ դեկտեմբերին, այսինքն Էքսպոյից հետո 1500 գործարք։ Նրա խոսքով շուկայում փոխվել է նաև գնորդների վարքագիծը։ Մարդիկ սկսել են ավելի հեշտ որոշում կայացնել բնակարան ձեռք բերելու հարցում։ Մենք ունենք 3 նոր նախագիծ, որոնք հանրայնացման փուլը որոշել ենք, որ պիտի լինի Տուն Էքսպոն այս տարվա։ Այդ նախագծերից միայն մեկն է Երևանում, մյուսը Նորհաճն քաղաքում, իսկ վերջինը Երևանի եւ Արմավիրի մարզի սահմանագծի վրա, որտեղ գնորդները կարող են օգտվել եկամտահարկի վերադարձից։ Ավետիսյանը նշում է, որ տարածված կարծիքը, թե գործարքների նվազման դեպքում գներն են ընկնում, ճիշտ չէ։ Նրա խոսքով շուկայում ակտիվ կիրառվում են նոր վաճառքի մեթոդներ, հատկապես տարաժամկետ վճարման տարբերակները, ինչի արդյունքում գները որոշ դեպքերում աճել են մինչև 10-ից 15%։ Գաղտնիք չէ, որ այդ հաշվարկի մեթոդի մեջ ինքնարժեքի մեջ ներառված է նաև այն տոկոսադրույքը բանկային, կորպորատիվ վարկավորման, որը որ կառուցապատողը պիտի վերցնի կառուցապատման ծրագիր իրականացնելու համար։ Այդուհանդերձ Ավետիսյանն ասում է, որ սա ընդունելի է գնորդների համար, քանի որ նվազել է ամսական վճարումների բեռը։ ML Mining ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը արձանագրում է, որ գործարքների քանակը զգալիորեն գերազանցել է սպասելիքները։ Այն կառուցապատողները, ովքեր մեծ պորտֆոլիո ունեն, կարող են հանգիստ փաստել, որ ոչ եկամտահարկով նախագծերում, որտեղ մենք գիտենք, որ կան նախագծեր, որտեղ պահպանվել է եկամտահարկի վերադարձի արտոնությունը, բնակարանների թե վաճառքի ցուցանիշների եւ թե գների աճը ավելի մեծ է, քան օրինակ եկամտահարկով նախագծերում։ Այս տարվա կարևոր նորություններից մեկը, որը փորձարկվելու է հենց Տուն Էքսպոյի ընթացքում, բնակարանի փոխանակման թրեյդին մեխանիզմն է։ Մարությանի խոսքով սա լուծում է այն խնդիրը, երբ գնորդը չի կարող միանգամից ձեռք բերել իր ցանկալի բնակարանը։ Մարդ կարող է իր հնարավորությունների սահմանում որևէ բնակարան գնել, դրանով ապահովագրվելով հետագա գնային փոփոխություններից, ֆիքսել իր ունեցածը եւ որևէ փուլում մինչեւ ավարտականակ դրանից հետո դրա գործիքակազմը եւս մշակվել է գալ եւ փոխանակել իր գույքը անգամ մեկ այլ նախագծում։
Ընկերության փոխտնօրենը բացատրում է, այս մեխանիզմը թույլ է տալիս գնորդին ֆիքսել գույքը եւ ապահովագրել գների հնարավոր աճից։ Ընկերությունը էքսպոին ներկայացնելու է մի շարք նոր նախագծեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպիչների խոսքով այս տարվա տուն-էքսպոն ոչ միայն մեծացնում է մասշտաբները, այլև փոխում է իր բովանդակությունը, դառնալով ավելի հարմարավետ, միջազգային եւ ներդրումային հարթակ։ Երևանի քաղաքապետարանն է միացել մեզ որպես գործընկեր եւ ներկայացնելու է նորությունները, նաեւ ունենալու է հատուկ անկյուն, որտեղ մեր քաղաքացիները կարող են մոտենալ, շփվել, տալ իրենց ուզող հարցերը։ Այս տարի տուն-էքսպոին միացել է նաև պետական գույքի կառավարման կոմիտեն, որը ներկայացնելու է ներդրումային նախագծեր։ Կազմակերպիչների խոսքով սա հնարավորություն է ներդրողների համար շրջանցելու երկար վարչարարական գործընթացները։ Միաժամանակ Երևանի քաղաքապետարանը ներկայացնելու է իր քաղաքաշինական ծրագրերը, այդ թվում Նորագյուղի նախագիծը։ Համլետ Խնկոյանի պնդմամբ անցած տարի Հայաստանի անշարժ գույքի վաճառքների շուրջ 10-ից 12% իրականացվել է ռուսաստանյան գործակալությունների միջոցով։ Կազմակերպիչների նպատակն է նման համագործակցությունն ընդլայնել նաև այլ երկրների հետ։ Ավելի քան 100 քաղաքաշինական նախագիծ եւ շուրջ 30,000 բնակարանի ընտրություն։ Ընդ որում առաջարկները ներառում են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաները՝ Իսպանիա, Հունաստան, Կիպրոս, Չեխիա, Պորտուգալիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թայլանդ, Եգիպտոս։ Տուն-էքսպոյում բանկերի դերը շատ մեծ է, որևէ երկրում, որևէ բանկ տեղում հիպոթեք հաստատել, 3 օրում բնակարանի գնում կազմակերպել, նման բան աշխարհում չեք լսի։ Կազմակերպիչներն առաջարկում են օգտվել անվճար փոխադրամիջոցներից, նաև խցանումներից խուսափելու նպատակով։ Կարևոր է նշել, որ հենց այս օրերին են գործելու այն առաջարկները բոլոր քաղաքաշինական նախագծերի վրա, ներդրումային նախագծերի վրա։ Այս տարվա տուն-էքսպոն լուսաբանելու է նաև միջազգային մեդիան, ինչը կազմակերպիչները համարում են կարևոր ձեռքբերում, քանի որ հենց միջազգային լրատվականներն են ցանկություն հայտնել անդրադառնալ էքսպոին։ Ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն բաց կլինի 3 օր՝ ժամը 11-ից մինչև 21-ը։ Կազմակերպիչները վստահեցնում են, ապահովելու են բոլոր պայմանները, որպեսզի այցելությունը լինի հարմարավետ։